Ժորժան, մեր իմ տպավորությամբ երկրում տեղի ունենում շատ կարևոր քաղաքական process եւ այդ process-ը այստեղ էլ աչից process-ի հիմնական առաջնորդողները երեխաները ես ավելի ու ավելի շատ սկսում եմ անվանել այս գործընթացը երեխաների հեղափոխություն, որովհետև երեխաները այս process-ում անընդհատ ներշնչում են ինձ էլ համոզված եմ ձեզ էլ համոզված եմ ծնողներին էլ եւ սա շատ խորհրդանշական է, որովհետև ի վերջո այս քաղաքական գործընթացը վկայությունն է այդ բանի, որ երկարատև եւ ծանր փորձություններից հետո մենք ի վերջո մտնում ենք կյանքի շրջափուլ, որտեղ Հայաստանը ոչ թե մաքարում եւ գոյատևում է, այլ ապրում է, զարգանում է, ծաղկում է եւ այսօր նաեւ քարոզարշավը շատ կարեւոր է դրանով, որ ես ավելի մանրամասն եմ հանրապետությունում շրջում եւ տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իրոք ծաղկում է եւ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնեմ դրա համար, որովհետեւ ցանկացած երկիր ծաղկում է իր քաղաքացիների աշխատանքի շնորհիվ եւ կառավարության խնդիրն է առաջին հերթին չխանգարել մարդկանց աշխատել եւ եթե կարող է մի բանով էլ օգնել, շատ լավ օգնում է։ Ես այսօր նայում եմ լրահոսին, ընդդիմության ներկայացուցիչներից մեկը ասում է, որ գործարարները Հայաստանում վախեցած են, արհամարված են, ահաբեկված են։ Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետության գործարարները աշխատող, արդյունք ստեղծող, հարկ վճարող քաղաքացիները այդքան շնորհակալության երբևէ արժանացել են, ինչքան ես անձամբ եմ նրանց շնորհակալություն հայտնում։ Ես առիթը բաց չեմ թողնում շնորհակալություն հայտնելու Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, հարկեր վճարող, ՀԴՄ կտրոն տվող, ՀԴՄ կտրոն վերցնող քաղաքացիներին, եւ մարդկանց մտքով անցնում է ասել, թե գործարարները Հայաստանում ահաբեկված են։ Գործարարներին այդ ժամանակ են ահաբեկում, երբ որ ասենք Հայաստան ընդհուպ սոխ ներկրելու համար մինչև Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կամ նրա ծանոթ օլիգարխի դաբրոն չստանար Հայաստանից ոչ բան կարելի էր ներս բերել, որ Հայաստանից բան կարելի էր հանել։ Այսօր ես տեղեկանում եմ, ընդհանրապես ես տեղյակ չեմ, ով ինչով է զբաղվում, ով ինչով, եւ դա ինձ պետք չի, որովհետեւ ես ուզում եմ, որ մարդիկ իրենց տաղանդը իրացնելու հնարավորություն ունենան։ Ես տեղեկանում եմ պետական բյուջեի հարկային եկամուտներից, ես տեղեկանում եմ արտահանումների եւ ներմուծումների ընդհանուր ծավալից, իսկ թե ամեն մեկը կոնկրետ ինչով է զբաղվում եւ ինչ եկամուտներ ունի, մենք դա իմանում ենք 1000 խոշոր հարկատուների ցուցակին ծանոթանալով եւ այլն եւ այդպես շարունակ։ Ընդհակառակը Հայաստանը ավելի ու ավելի հետեւական կերպով լավագույն տեղն է դառնում գործարարությամբ զբաղվելու, տնտեսական գործունեությամբ զբաղվելու։ Այդ թվում այն պատճառով, որ մարդիկ տեսնում են, որ օլիգարխիան հետևողականորեն արմատախիլ է արվում Հայաստանի Հանրապետությունից։ Տասնյակ նամակներ եմ ես նախորդող շրջանում ստացել, մասնավորապես էլեկտրական հոսանքի հետ կապված տարբեր գործերով, թե ինչպես են Հայաստանի էլեկտրական ցանցերում մրցույթները անցնում ֆիկտիվ։ Ընկերություններ են տասնյակ սնանկացել, որոնք շուտգայից դուրս են մղվել, որովհետև մի կոնկրետ կլանի ներկայացուցիչներ չեն։ Դուք գիտեք, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը նաև մեծ գնումներ է արվում։ Եվ հիմա նաև այդ խարդախ սխեմաներն են բացահայտվում, որ իրանք իրանց վաճառել են, իրանք իրանցի ծառել են եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այսօր շուկան նորից վերակենդանանում է, որովհետեւ Հայաստանի էլեկտրական ցանցերը, որ այլևս պետության վերահսկողության տակ է եւ այլևս լինելու է պետական, այսինքն Հայաստանի Հանրապետության սեփականությունը
Եվ մենք ընդհակառակը բացահայտում ենք, որ կալուգացի օլիգարխը մեր մանկապարտեզների վրա ավել հոսանքի փողագրել եւ գումարը դրել գրպանը, զորամասի վրա ավել հոսանք գրել գումարը դրել գրպանը, պետական մարմինների, քաղաքացիների վրա, ընդհանրապես Հայաստանում մի մարդ չկա, որից Հեծը կալուգացի օլիգարխի գլխավորությամբ գումար չի գողացել, չկա այդպիսի մի մարդ, մի բաժանորդ չկա պարզապես, եւ սա իրողությունը, եւ սրա համար այսօր այդ բոլոր գողերը պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Ժողովուրդ, ես շատ պարզ ասել եմ, շատ պարզ ասում եմ առանց սեթևեթանքի։ Մարտի մեկի գործով Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, ձև չկա, երկար ժամանակով։ Ես շատ պարզ ասում եմ, դատախազությունը աշխատել է եւ արդեն մենք բավարար իրավական հիմքեր ունենք ասելու, որ Արարատի ցեմենտի գործարանը պետականացվելու է, հետև դառնալու է պետական սեփականություն։ 2018 թվականից ժողովուրդ մենք 6.6 միլիարդ դոլար լրացուցիչ գումար ենք մտցրել պետական բյուջե միայն հեղափոխության շնորհիվ։ Եթե հեղափոխությունը չլներ, այդ փողերը էլի Ռոբերտ, Գագո, Կալուգացի, Սերժ, այդ կլանի գրպաններ մտնելու, բայց մենք իրար հետ հեղափոխություն ենք արել, առաջինը պետությունից դանող այդ ձեռներն ենք ջարդել, 6.6 միլիարդ լրացուցիչ դոլար եկամուտ ենք բերել Հայաստանի պետությանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում պետությունը իդեմս ժողովուրդը իդեմս պետության փայ մտել եւ 2018 թվականից 2026 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամի ավել վճարում է արեպետական բյուջե։ Ընդ որում ժողովուրդ, այն ժամանակ որ պետությունը հələ լսեք էլի ամենահետաքրքիրը գիտեք որն է 2021 թվին երբ որ մենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասնաբաժին ենք վերցնում կառավարությունը ասում են սա կոռուպցիա է, այսինքն մենք սեփականություն ենք բերում պետությանը, մեզ ասում են դա կոռուպցիան է, որ Սերժի Փեշտա Միշիկիններ դա կոռուպցիա չէր, որ Տանեի աղբորը ստայի դա կոռուպցիա չէր, բայց որ մենք վերադարձնում ենք պետությունը եւ ժողովրդին, իրանք դա անվանում են կոռուպցիա եւ իրանք սա է ամենամեծ աբսուրդը, մենք վերադարձնում ենք պետությանը, մենք չենք գողանում պետությունից, ժողովուրդ, հələ մի րոպե մի բան ասեմ, սենց բան երևի չեմ ասել, տարօրինական չի չեմ ասել, չնայած ես հույս ունեմ, որ դա գիտեք, բայց այսքան մարդ կանգնած է այստեղ եւ ես ուզում եմ ասել, որ 2018 թվականից ես վարչապետ եմ, ես իմ մեր թիմում էլ եմ ասում, այդ վկա, այստեղ մարդիկ կան վկային, ես ասում եմ, Հայաստանի պետական բյուջեից մի լումա տանողը իմ անձնական թշնամին է, Եվ այս սկզբունքը պետք է հաշվի առնեն բոլորը, որովհետև պետական բյուջե ստանել նշանակում է ձեզնից յուրաքանչյուրից դանել, որովհետև պետությունը դուք եք, իրական Հայաստանի գաղափարախոսությունը քաղաքացուն ասում է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դու ես Հայաստանի Հանրապետությունը, դուք եք Հայաստանի Հանրապետությունը, դու ես Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության տերն ու տնօրենը, վարչապետը ընդամենը վարձու աշխատող է եւ դուք եք որոշում ով լինի վարչապետ երեք որոշել եք որ ես պետք է լինեմ ես իմ մաքսիմալը անում եմ որպեսզի մեր պետությունը մեր երկիրը լինի բարեկեցիկ եւ ծաղկի վաղը կորոշեք որ ես չեմ ես հնազանդ կատարողն եմ ձեր որոշման ինչ էլ դուք որոշեք ինձ համար ամենաեականը այն չի որ ես ընտրվեմ վարչապետ ինձ համար ամենաեականն է նա որ միշտ ու հավերժ ժողովուրդը միայն ժողովուրդը որոշի թե ով է վարչապետ
Հեղափոխությունը առաջին հերթին դրա համար է տեղի ունեցել, բայց նաև որպես Հայաստանը ձեր թույլտվությամբ, ձեր մանդատով 8 տարի առաջնորդած մարդ, ես իրավունք եմ վերապահում ասել հետևյալը. նախ ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հայաստանում հաստատված խաղաղության առիթով եւ ուզում եմ նաև ասել, որ 2026 թվականի ընտրությունների ամենակարևոր հարցը հետևյալն է. մեր ժողովուրդը խաղաղությանը տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու։ Եվ ես շատ կարևոր է, որ մենք ժողովուրդը տեր կանգնի խաղաղությանը, որովհետև խաղաղությունը նա ինչ ապահովելու է մեր անկախությունը, ինչ ապահովելու է մեր բարեկեցությունը, ինչ ապահովելու է մեր պետության հարատևության օրակարգը։ Ես էլի եմ ասում, մենք հաղթահարել ենք այն ցիկլը, երբ որ ապրում ենք սփխեջից հետո տենանք ինչ կլինի, նոր տարուց հետո տենանք ինչ կլինի, զատիկից հետո տենանք ինչ կլինի։ Մենք հաղթահարել ենք մեր երկրում ապրելու վախերը։ 91 թվականից մենք անդադ վախեր ենք ունեցել եւ ներքին եւ արտաքին վախերը կապված է եղել կոնֆլիկտի հետ, ներքին վախերը կապված է եղել բեսպրեդելի հետ։ Ես ձեզ հպարտ եմ զեկուցել ժողովուրդ, որ ես այստեղ եմ ասելու, որ մենք իրար հետ կարողացել ենք մեր երկիրը ազատել արտաքին եւ ներքին վախերից, որովհետեւ մենք ունենք խաղաղություն արտաքին եւ մենք ունենք պետություն, ով ի վիճակի է մաֆիային, երրագլուխ մաֆիային վերջնականորեն կործանել եւ արմատախիլ անել Հայաստանից։ Եվ ես ձեզ կոչ եմ անում, ելի եմ ասում, 2018 թվականի մայիսի 8-ին ես դարձել եմ վարչապետ, ամեն Աստծո օր ես կռիվ եմ տվել մաֆիայի դեմ, ամեն օր բառիս բուն իմաստով։ Հույս ունեմ այսօր արդեն ձեզ համար ավելի պարզ եւ հասկանալի է, թե ինչ է կատարվել վերջին 8 տարիների ընթացքում, բայց ձեր աջակցությամբ, ձեր օգնությամբ, ձեր պաշտպանության ներքո մենք կարողացել ենք գլուխ առ գլուխ ոչնչացնել այդ մաֆիան, պատկերավոր ասած, մաֆիայի վերջին 3 գլուխն է մնացել իդեմս պատերազմի երրագլուխ կուսակցության։ Եվ ես ձեզ կոչ եմ անում, խնդրում եմ 2026 թվականին հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր, տեր կանգնել պետությանը, տեր կանգնել խաղաղությանը, տեր կանգնել ապագային, տեր կանգնել անկախությանը եւ մենք գիտենք թե որ օրն է, որ մենք մաֆիայի վերջին 3 գլուխն էլ պետքա կտրենք։ Այդ 2026 թվականի հունիսի 7-ն է, երբ ժողովուրդը պետքա հստակ արձանագրի իր դիրքորոշումը եւ հաղթանակը։ Եվ ուրեմն բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր արձանագրել էլի, թե ինչի են քվեարկում 16-ին, որովհետև ժողովրդի կռիվ չի, սա իշխանության կռիվ չի, սա կռիվ է հանուն պետության, հանուն ապագայի, հանուն Հայաստանի պետականության հարատևության։ Իսկ քվեարկում ենք 16-ին, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, վերին Արտաշատին, Արտաշատ խոշորացված համայնքին, Արարատի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Եվս մի կարևոր բան, ես տեսնում եմ ու դա կնհայտ է ամեն օրվա հետ, ես տեսնում եմ, որ մեր ժողովրդի մեջ համոզվածությունը աճում է, թե
ինչպիսին են լինելու ընտրությունների արդյունքները։ Ես տեսնում եմ, որ մեր ժողովրդի մեջ աճում է համոզվածությունը, որ ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հաղթելու է, ժողովուրդը հաղթելու է, բայց այստեղ մի շատ կարևոր վտանգ կա, որովհետև շատ է մեր իրականության մեջ պատահում, երբ որ մենք արձանագրում ենք, որ եթե շատերը անում են մի բան, երևի թե պարտադիր չի, որ ինքներս էլ անենք, մենք կարող ենք բաց թողնել այդ մի պահը։ Ես ուզում եմ, որ մենք մեզնից յուրաքանչյուրը հստակ արձանագրի, որ Հայաստանի Հանրապետության առաջիկա ընտրությունների արդյունքները, թե ով կլինի վարչապետ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ից հետո, ինչ կլինի խաղաղության եւ պետության ճակատագիրը, կախված է մեկ մարդուց։ Հասկանում եք, այս շատ կարևոր բան է, շատ կարևոր բան է, հասկանում եք, մի մարդու որոշման մասին է խոսքը, մի մարդ պետք է որոշի այս ողջ պատմական ցիկլի ճակատագիրը, մի մարդ պետք է որոշի պետության ճակատագիրը, խաղաղության ճակատագիրը, անկախության ճակատագիրը, ապագայի ճակատագիրը, մի մարդ, ընդամենը մի մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ելով կա ներկաներից մեկ մարդկանցից, ով կա ուզում եմ ձեր բարձրացնեն նրանք, ովքեր այդ մեկ մարդ եւ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետեւ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, վերին Արտաշատին, Արտաշատ խոշորացված համայնքին, Արարատի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։